Գյումրիում տեղի ունեցավ երկօրյա մասնագիտական վերապատրաստման ծրագիր «Աստեր» մանկան կենտրոնի նախաձեռնությամբ, որը համախմբել էր Հայաստանի տարբեր մարզերից ժամանած նախադպրոցական կրթության մասնագետների, ինչպես նաև միջազգային փորձ ունեցող հյուրերի։ Հրավիրել ենք թվային ատելյերիստի Ռուսաստանից, որը թերևս կարելի ասել արհեստավարժն է ոլորտում, եւ սյուժետադերային խաղեր, որը վարելու է Գնեզդո ցանցի մասնագետներից մեկը, սյուժետադերային խաղեր, ինքը նաեւ նեյրոհոգեբան է։ Տիկին Եդիկարյանի խոսքով կրթության ոլորտում առաջընթաց հնարավոր չէ առանց շարունակական ինքնազարգացման։ Հնարավոր չէ առաջընթաց ունենալ առանց ինքդ քեզանից առաջ անցնելու։ Եթե մենք բավարարվենք ունեցածով, նշանակում է հետ ենք մնում տեմպից, աշխարհի տեմպից, եւ մեր երեխաները դրանից կտուժեն հաստատ։ Հետևաբար մենք ինքներս նախաձեռնում ենք միջազգային վերապատրաստումներ, ինքներս մեկնում ենք այդ վերապատրաստումներին, կազմակերպում ենք, հրավիրում ենք հյուրերի, որոնք այդ վերապատրաստումները իրականացնում են ոչ միայն մեր թիմի համար, այլև Հայաստանի տարբեր մարզերից ժամանում են մասնագետներ, որոնց այս փորձը օգտակար է եւ որոնք արդեն որերորդ անգամ շարունակում են գալ եւ միանալ այս նախաձեռնություններին։ Քննարկվել են ոչ վերբալ քոուչինգի պրակտիկաները, որոնք ըստ մասնագետների Հայաստանում դեռևս նոր են, սակայն կարևոր նշանակություն ունեն մանկավարժի ինքնագիտակցության եւ երեխաների հետ արդյունավետ հաղորդակցության համար։ Մեր ծրագրում ներառված է ոչ վերբալ քոուչինգի պրակտիկա։ Սա այն է, ինչ փոխանցեցի մանկավարժներին։ Մենք աշխատեցինք նրանց ներքին վիճակների եւ հույզերի վրա, քանի որ մանկավարժի դիրքորոշումն է որոշում, թե որքան որակյալ կլինի փոխազդեցությունը թե երեխաների, թե ծնողների հետ։ Ներկայացվել են ռեջիո մոտեցման վրա հիմնված նորարարական մեթոդներ, այդ թվում թվային ատելյեներ եւ ստեղծագործական միջավայրերի ձևավորման գործիքներ։ Մենք աշխատում ենք տարբեր սարքավորումներով՝ լույսի, ստվերների, պրոյեկցիաների, ձայնային գործիքների, համակարգիչների, սկաների եւ այլ թվային տեխնոլոգիաների միջոցով, ստեղծելով հետազոտական միջավայր երեխաների համար։ Այդ միջավայրում նրանք կարող են ճանաչել աշխարհը, նոր բաներ բացահայտել եւ ստեղծել իրենց սեփական ստեղծագործական նախագծերը։ Նման նախաձեռնությունները կարևոր դեր ունեն նախադպրոցական կրթության զարգացման մեջ, ստեղծելով համագործակցության նոր գաղափարների եւ ժամանակակից մեթոդների տարածման հարթակ։ Նման հանդիպումները միջազգային մասնագետների, արտասահմանյան մասնագետների ներգրավումը հրաշալի հնարավորություն է մեր իսկ աշխատանքին նայել այլ աչքերով, նայել այլ մարդկանց փորձից, այլ մշակույթների փորձից։ Եվ առաջին անգամ չէ, որ Աստղիկը Եդիկարյան, մեր ասոցիացիայի լիիրավ անդամ եւ Աստեր կրթական կենտրոնի հիմնադիր եւ տնօրենը մեզ այս հրաշալի հնարավորությունը պարգևում է յուրաքանչյուր տարի հատնտիր մասնագետների է հրավիրում։ Այս վերապատրաստմանը մասնակցում էին մասնագետներ Հայաստանի տարբեր մարզերից։ Վերջիններս մասնագիտական հանրույթի շրջանակում նման նախաձեռնությունները բարձր են գնահատում։ Փորձի փոխանակումը միշտ շատ կարևոր է, հատկապես նախադպրոցական ոլորտում։ Մի կենտրոնը կարող է իր լուծումներով կիսվել, փորձով կիսվել, իրենց տպավորություններով կիսվել, միասին ինչ-որ նոր լուծումներ գտնել եւ այստեղ շահում են բոլորը եւ մասնագետները եւ իհարկե երեխաները։ Աստեր մանկան կենտրոնը Գյումրիում միակ կրթական կառույցն է, որը իր գործունեության հիմքում կիրառում է ռեջիո մոտեցումը, ժամանակակից մանկավարժական նորարարական մոդել, որը կենտրոնացված է երեխայի ստեղծագործական զարգացման եւ միջավայրային ուսուցման վրա։ Այստեղ իրականացվում են հետաքրքիր եւ արժեքավոր ծրագրեր եւ երեխաների նկատմամբ սերն ու զգայուն վերաբերմունքը հատկապես կարեւոր է։ Տարածքը նույնպես շատ էսթետիկ է եւ ակնհայտ է, որ այն ստեղծվել է մեծ սիրով ու մեծ սրտով։ Ինձ համար զարմանալի է այստեղի էներգիան եւ նոր գիտելիք ստանալու ցանկությունը։ Կազմակերպիչները վստահ են, որ ծրագրի ընթացքում ձեռք բերած փորձը կկիրառվի կրթական գործընթացներում եւ կնպաստի երեխաների համար ավելի արդյունավետ եւ ժամանակակից ուսումնական միջավայրի ձևավորմանը։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնին։ Վարչապետը շնորհավորել է վերջինիս պաշտոնը ստանձնելու առիթով եւ կարեւորել Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունն ու սերտ երկխոսությունը՝ ի նպաստ տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ամրապնդման։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության օրակարգին վերաբերող մի շարք հարցեր։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել համագործակցության զարգացման հեռանկարների
երեխաներին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով ծրագրերի արդյունավետ իրականացմանը։ Վարչապետ Փաշինյանը խոսել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքի մասին եւ ընդգծել միջազգային գործընկերների հետ հետեւողական համագործակցության կարեւորությունը, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման եւ երկրի դիմակայունության ամրապնման տեսանկյունից։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգային միջավայրի առկա մարտահրավերների, ինչպես նաև խաղաղության եւ կայունության ապահովմանն ուղղված ջանքերի շուրջ։ Քևին Համիլթոնը նշել է, որ ՆԱՏՕ-ն կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը եւ պատրաստ է շարունակել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Համիլթոնի հետ։ Ազգային ժողովի նախագահը շնորհավորել է Քևին Համիլթոնին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, վստահություն հայտնելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները զարգացման նոր փուլ կթևակողեն։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությանը համատեղ իրականացվող ծրագրերին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող տարբեր հարցեր։ Միջխորհրդարանական համագործակցությանը, երկկողմ կապերին, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացին ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը քննարկել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր Լյուկ Դվինազի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։ Ողջունելով բարեկամական խմբի անդամներին Հայաստանում ազգային ժողովի նախագահը կարևորել է նման փոխադարձ այցերի կազմակերպումը երկկողմ կապերի զարգացման տեսանկյունից։ Ալեն Սիմոնյանը Ֆրանսիայի Հանրապետության Սենատի պատվիրակության ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների, պահվող անձանց եւ անհետ կորած համարվողների խնդրին։ Այսօրվա վճարած հարկերը կառուցում են երկրի վաղվա օրը, սա աքսիոմա է, որն ապահովում է պետության տնտեսական բուրգի հիմքը։ Հարկերն ուղղվում են երկրի պաշտպանությանը, անվտանգությանը, առողջապահությանը, սոցիալական ապահովության ծրագրերի իրականացմանը, կրթության եւ գիտության զարգացմանը, պատմամշակութային ժառանգության պահպանմանը եւ այլ առանցքային ոլորտներում պետական նախագծերի իրագործմանը։ Եվ վերջապես մեր վճարած հարկերն են, որ ապահովում են մեր իսկ բարեկեցությունը։ Ընդհանուր պետական բյուջեի մուտքերի մեջ 90%-ից ավելը դրանք հարկային մուտքերն են։ Դա նշանակում է, որ մեր պետության կարիքները այսօր հոգում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Հայաստանի Հանրապետության հարկատուն։ Թերևս պատահական չէ, որ օրենքով ապրիլի 19, 2021 թվականից ի վեր ամրագրվեց որպես հարկ վճարողի օր։ Պետություն քաղաքացի գործընկերությունը դարձել է առավել ամուր, ինչն էլ իր հերթին ձևավորել է հարկային նոր համակարգ։ Հայաստանի հարկային համակարգը այսօր ունի շատ ավելի ցիվիլ, հասկանալի, կանխատեսելի եւ վստահելի տեսք, քան տարիներ առաջ։ Որպես համակարգ ես իրեն կանվանեի զարգացումը խթանող։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի գնահատման բանելիքները դեռ շատ են, հարկային համակարգը ամենօրյա կատարելագործման կարիք ունի։ Էդուարդ Հակոբյանը հավելում է, հարկատուն պետք է վստահ լինի, որ պետությունն իր կողքին է։ Սրանով էլ պայմանավորված ազգային ժողով կառավարություն համագործակցությամբ հարկային օրենսդրությունը պարբերաբար բարելավվում է հօգուտ տնտեսվարողի։ Վերջին շրջանի նոր կարգավորումները վերաբերում էին հարկային խախտումների համար հարուցվող գործերին եւ այն դժվարություններին, որոնց բախվում են տնտեսվարողները։ Քրեական օրենսգրքում եղած դրույթի համաձայն, եթե տնտեսվարողը 10 միլիոն դրամից ավելի հարկեր է թաքցրել, ապա հարուցվում էր քրեական գործ։ Շատ խորհրդանշական է, որ հենց հարկ վճարողի օրվանից մի քանի օր առաջ մենք ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունեցինք օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ, նախ մեխանիզմները բարելավեցինք եւ երկրորդը շեմերը ավելացրեցինք, ինչը նշանակում է, որ այսուհետ հարկային խախտումների համար քրեական գործ հարուցելու հիմքերը պիտի լինեն շատ հիմնավոր եւ դրանք պիտի կիրառվեն շատ ապացուցված ու ծայրահեղ դեպքերում։ Այսինքն պետությունը եւս մի քայլ է անում, որով ցույց է տալիս, որ ինքը հարկ վճարողին չի դիտարկում որպես պոտենցիալ հարկից խուսափող։ Հայաստանում հարկ վճարողը պետք է զգա պետության հոգատար վերաբերմունքը, տարբեր խմբերի համար օրենսդրորեն կարգավորված է նաև հարկային արտոնությունների հատվածը։ Տարբեր հարկային համակարգեր գոյություն ունեն եւ մինչև 115 միլիոնը շրջանառության հարկը եւ նաեւ վերջին տարիներին ներդրվել է հատկապես միկրո բիզնեսի համար կարգավորումներ մինչև 24 միլիոն,
այսինքն մինչև 24 միլիոնի շրջանակներում մեր հարկվճարողները ազատված են այդ հարկային պարտավորություններից եւ նույնիսկ եթե ինքնազբաղված են, այդ դեպքում նաեւ եկամտային հարկ վճարելու պարտավորությունից։ Նախորդ տարի որոշակի բարեփոխում իրականացվեց նաեւ շրջանառության հարկի համակարգում։ Հնարավորություն ընձեռնեց ավելի նվազեցնելու հարկային պարտավորությունները ծախսագրումներ անելու միջոցով եւ ես ուրախություն ուզեմ նշեմ, որ օրինակ եթե վերցնենք առևտրի ոլորտը, ապա պարզ կտեսնենք, որ էապես աճել է նվազագույն հարկեր վճարող 1% շրջանառությունից հարկի մասին է հարկ վճարողների քանակը, այսինքն այդ նոր բարեփոխումը հնարավորություն է տվել, որպեսզի մարդիկ նվազեցնեն նույնիսկ իրենց պարտավորությունները։ Պետությունն այսօր օրինապահ հարկ վճարողի կողքին է, սա կանոն է, որը վերջին տարիներին ներդրվել է պետական ապարատի համապատասխան օղակում։ Մտածում ենք այնպես անել, որ օրինապահ հարկ վճարողի այդ կարգավիճակը դառնա շատ ավելի գրավիչ եւ իրենք ունենան որոշակի էական առավելություններ մնացած հարկ վճարողների նկատմամբ։ Դրանք այնպեսին չեն լինի, որ շատ աղավաղ են մեր ընդհանուր հարկային համակարգը, բայց կլինեն, ասենք, արտոնյալ որոշակի ռեժիմներ։ Իսկ հարկերը շրջանցողների համար պետական եկամուտների կոմիտեն ունի որոշակի մոտեցում։ Ծանուցումներով կամերալ արձանագրություններ կազմելով մենք փորձում ենք հարկ վճարողին լսել, որովհետև պարտավորություն ունենալու պատճառները շատ տարբեր են լինում։ Եվ եթե պատճառները օբյեկտիվ են, այդ օբյեկտիվ պատճառները հաշվի առնելով թույլ է տրվում իրենք ճշտումները անեն իրենց առանց համապատասխան տուժտուգանքների։ Դա նաև վերաբերում է օրինակ հնարավոր հարկային հանցագործությունների դեպքերին։ Օրինակ շատ են լինում, որ մեծ պարտավորություններ են բացահայտվում, բայց հարկ վճարողի հետ բանակցելով ինքը ընդունում է, որ այդտեղ ոչ թե հանցագործություն է, այլ ինչ-որ քայլերի արդյունքում է եկել այդ իրավիճակին եւ դա մեղմացուցիչ հանգամանք է դիտվում։ Ինչպես փաստում է Էդուարդ Հակոբյանը, պետական եկամուտների կոմիտեն անցած տարի էապես ավելացրել է վերլուծությունների հեռավար ծանուցումների թիվը, իսկ այցեր ենթադրող ստուգումների թիվը նվազեցրել։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահը հաստատում է, որ հարկ վճարողներն այսօր ավելի կարգապահ են, քան տարիներ առաջ։ Կա պետության հանդեպ վստահության աճ, կա պետական եկամուտների կոմիտեի հանդեպ վստահության աճ, պետական եկամուտների կոմիտեն վերափոխվում է վերահսկող տուգանողից դեպի գործընկեր, ծառայող։ Հարկերը թաքցնելու դեմ ուղղված պայքարում էլ Բաբկեն Թունյանը մատնանշում է հետևյալ գործիքակազմերը։ Առաջինը, որ մեխանիզմները լինեն այնպիսին, որ հարկ թաքցնելը լինի շատ դժվար, այսինքն ստվերում աշխատելը թանկ արժենա, եւ երկրորդ կարևոր հանգամանքը, որպեսզի հարկ վճարողը ինքը հասկանա ու գիտակցի, թե ինչի համար է այդ հարկը վճարում։ Պետական գանձարան ուղղված հարկերի պատկերը հետևյալն է։ Դոլարային տեսքով մեր հարկ վճարողները Հայաստանի Հանրապետության վճարում են արդեն տարեկան մոտավորապես 10 միլիարդ դոլարի չափ հարկեր։ Դրա մեջ մտնում են իհարկե եւ տնտեսվարողները եւ քաղաքացիները, որոնք գնում կատարելիս էլ անուղղակիորեն այդ հարկերը վճարում են կամ իրենց եկամուտներից են վճարում։ Հարկ վճարողի օրը սահմանված է օրենքով, սա եւս մեկ ցուցիչ է, որ հարկատուն իր աշխատանքով երկրի համար առավել քան կարեւոր է։ Շատ ուրախ եմ, որ ես ինքս այդ օրենքի մշակմանն ու ընդունմանը մասնակցել եմ իմ մեկ ձայնով, շնորհավորում եմ բոլոր հարկ վճարողներին, շնորհակալություն եմ հայտնում իրենց շատ կարևոր աշխատանքի համար, ոչ թե հարկեր վճարելու, այլ արժեք ստեղծելու, աշխատանք ստեղծելու, որտեղ դա պիտի լինի նոր հարկերը գեներացվեն եւ ցանկանում եմ, որ իրենց եկամուտները պատիկներով աճեն, ըստ այդմ նաեւ իրենց կողմից վճարված հարկերը։ Պետությունը վերջին հաշվով ծնվել է հենց հասարակությունից եւ այդ հարկ վճարելու օրը կարեւորել է իմ կարծիքով այդ կապի ամրապնդմանն է հենց վերաբերում։ Եթե մի բառով ձևակերպեի, հարկ վճարողներին ուղերձը կլիներ հոգատար լինել հարկ վճարելու նկատմամբ, որովհետև դրանով ստեղծվում է այն միջավայրը, որտեղ յուրաքանչյուր հարկ վճարող ընդհանրապես հասարակության ցանկացած անդամ ավելի երջանիկ ու բարեկեցիկ է ապրում։ Յուրաքանչյուր քաղաքացի իր աշխատանքով եւ վճարած հարկերով նպաստում է պետության զարգացմանը, իսկ պետությունը արդար, հարկային եւ մաքսային միջավայրի ձևավորմանը։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հավանաբար չի երկարաձգի ապրիլի 7-ին Իրանում հաստատված հրադադարը եւ չի բացի Հորմուզի նեղուցը, եթե մոտ ապագայում գործարք չկնքվի։ Նա հերթական անգամ կրկնել է, որ Իրանը պետք է հրաժարվի միջուկային զենք ունենալու ծրագրերից, իսկ հարստացված ուրանի դուրսբերումը ըստ Թրամփի երկար եւ բարդ գործընթաց է լինելու։ Մենք հաղթում ենք պատերազմում, ամեն ինչ շատ լավ է ընթանում։ Մեր բանակը հիանալի արդյունքներ է գրանցել, շեշտել է ԱՄՆ նախագահը։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով Իրանի նավատորմը, ռազմաօդային ուժերը, հակաօդային
պաշտպանությունը ոչնչացվել են եւ հանրապետությունում իշխանափոխություն է տեղի ունեցել։ Իրանի շրջափակումը կշարունակվի, քանի դեռ գործարք չկա, սակայն ես թույլ չեմ տա, որ դեմոկրատները շտապեցնեն Միացյալ Նահանգներին կնքելու այնպիսի գործարք, որն այնքան էլ լավը չի լինի, հավելել է Սպիտակ տան ղեկավարը։ Թրամփը նշել է, որ Թեհրանի հետ նոր գործարքը շատ ավելի արդյունավետ կլինի, քան Բարաք Օբամայի կնքած միջուկային համաձայնագիրը։ Մեր գործարքը կերաշխավորի խաղաղություն, անվտանգություն եւ ապահովություն ոչ միայն Իսրայելի եւ Մերձավոր Արևելքի, այլև Եվրոպայի, Ամերիկայի եւ ամբողջ աշխարհի համար, ընդգծել է ԱՄՆ նախագահը եզրափակել։ Եթե Իսլամական Հանրապետության նոր առաջնորդները խելացի լինեն, Իրանը կարող է պայծառ ապագա ունենալ։ Իրանցիների նկատմամբ չի կարելի ուժ կիրառել, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահը։ Մասուդ Փեզեշքյանը կոչ է արել հարգել ստանձնած պարտավորությունները, որոնք հիմք են ծառայում երկխոսության համար։ Իրանը պատմականորեն չի վստահում ԱՄՆ կառավարությանը, իսկ ամերիկացի պաշտոնյաների ոչ կառուցողական եւ հակասական հայտարարությունները դառը ուղերձ են պարունակում, որ նրանք պահանջում են Իրանի կապիտուլյացիան, մտահոգություն է հայտնել Իրանի նախագահը։ Իսլամական Հանրապետության խորհրդարանի խոսնակն էլ նախազգուշացրել է, չեն պատրաստվում սպառնալիքների ներքո բանակցություններ անցկացնել։ Թրամփը խախտելով հրադադարը ցանկանում է բանակցային սեղանը վերածել կապիտուլյացիայի սեղանի կամ արդարացնել պատերազմի հնարավոր վերսկսումը, նշել է Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Նրա խոսքով Թեհրանը պատրաստ է նոր խաղաքարտեր օգտագործել մարտի դաշտում։ Զուգահեռ տեղեկություններ կան, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն ու ամերիկացի այլ պաշտոնյաներ ուղևորվում են Իսլամաբադ իրանական կողմի հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Թեհրանը դեռ պաշտոնապես չի հաստատել իր մասնակցությունը, սակայն իրանական ԶԼՄ-ները հայտնում են, որ պատվիրակությունների հանդիպումը տեղի կունենա ապրիլի 22-ին կամ 23-ին Պակիստանում։ Ռուսաստանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել, ըստ Կրեմլի հաղորդագրության Աբբաս Արաղչին ներկայացրել է Իրանի դիրքորոշումը ԱՄՆ-ի կողմից հրադադարի խախտումների եւ Հորմուզի նեղուցի անօրինական շրջափակման վերաբերյալ։ Ռուսական կողմը վերահաստատել է հրադադարը պահպանելու եւ դիվանագիտական ջանքերը շարունակելու անհրաժեշտությունը, կանխելու հետագա էսկալացիան եւ զինված բախումների վերսկսումը, ասված է հաղորդագրության մեջ։ Սերգեյ Լավրովը պատրաստակամություն է հայտնել նպաստելու Իրանի եւ Պարսից ծոցի արաբական պետությունների միջև փոխընդունելի համաձայնությունների ձեռքբերմանը։ Իրանական կողմն էլ հաստատել է իր պատրաստակամությունը անելու հնարավորը Հորմուզի նեղուցով ռուսական նավերի եւ բեռների անարգել անցումն ապահովելու համար։ Վաշինգտոնն առաջարկում է հետ քաշվել եւ պաշտպանական նոր գծեր կառուցել, հայտարարել է Ուկրաինայի նախագահը, սակայն Վոլոդիմիր Զելենսկու խոսքով առաջ է գալիս այդ տարածքների բնակիչների եւ զինվորականների արձագանքի հարցը։ Բացի այդ, մենք չունենք անվտանգության երաշխիքներ, որոնք կկանխեին ռուսական հնարավոր նոր հարձակումները։ Այո, Թրամփը դեռ 2 տարի էլ կմնա, իսկ հետո ինչ ենք անելու, մտահոգություն է հայտնել նախագահը։ Զելենսկու խոսքով Դոնբասից դուրս գալը ռազմավարական պարտություն կլինի Ուկրաինայի համար։ Նրա համոզմամբ պատերազմը դադարեցնելու իրատեսական տարբերակն է ֆիքսել ներկայիս դիրքերը եւ անցնել դիվանագիտական գործընթացներին, սակայն Ռուսաստանը չի ընդունում այս ձևաչափը, հավելել է Զելենսկին։ Նա կարևոր է համարել, որ Ուկրաինան հնարավորինս արագ ստեղծի հակահրթիռային սեփական համակարգը, կախված չլինելու արտասահմանյան համակարգերից։ Դիանա Գասպարյան։ Հայաստանի Հանրապետության երիտասարդական քաղաքականության մասին օրենքի ընդունումից 1 տարի անց ոլորտի դերակատարները եւ շահագրգիռ կողմերը համախմբվել են քննարկելու օրենքի ընձեռած հնարավորությունները համայնքներում առավել կիրառելի դարձնելուն ուղղված հարցեր։ Երիտասարդական քաղաքականությունը համայնքներում ազգային երկօրյա համաժողովի առանցքային հարցերը վերաբերում են տեղական ինքնակառավարման մարմինների անելիքներին, ինչպես վերհանել երիտասարդների կարիքները, դրանք ծրագրերի վերածել եւ ապահովել երիտասարդների ոչ թե ձևական, այլ իրական մասնակցությունը որոշումների կայացմանը։ Համայնքի երիտասարդական քաղաքականությունը հենց այն գործիքն է, որով մենք կարող ենք ապահովել, որ յուրաքանչյուր երիտասարդ, անկախ իր բնակության վայրից, անկախ սոցիալական վիճակից ունենա ձայն, հնարավորություն եւ մասնակցության իրական հարթակ։ Այս գործընթացում շատ կարևոր է բոլորի դերակատարությունը։ Շատ կարևոր է թիմերի դերը, որպես քաղաքականությունների, տեղական քաղաքականությունների մշակման եւ իրականացման առաջնային գրողներ, կարևոր է պետական մարմինների դերակատարությունը, որպես համակարգող եւ աջակցող ուժ, կարևոր է քաղաքացիական հասարակության եւ մեր երիտասարդական կազմակերպությունների դերը, որպես մասնակցության եւ վստահության կառուցման հենասյուներ, եւ իհարկե ամենակարևորը հենց երիտասարդների ներգրավվածությունն է, առանց որի որևէ քաղաքականություն կենսունակ լինել չի կարող։ Դա մենք նոր չենք սկսում, մասնակցային գործընթացներով մշակել իրավական փաստաթղթեր, որը հետագայում հենց դուք տեղերում, համայնքներում կիրառելու եք, օգտագործելու եք, որ նպաստեք, եթե խոսենք այսօրվա համաժողովի խորագրին համահունչ,
աջակցելու եք համայնքներին մշակել տեղական երիտասարդական քաղաքականություններ։ Համայնքային երիտասարդական քաղաքականությունների մշակման համատեքստում առանձնակի կարևորություն են ստանում համայնքային երիտասարդական կենտրոնները։ Այս մասով տեղական ինքնակառավարման մարմիններին նոր լիազորություններ են վերապահվել։ Երիտասարդական քաղաքականության մասին օրենքի ընդունումից հետո համապատասխան լրացումներ են կատարվել նաև տեղական ինքնակառավարման մասին օրենքում, մասնավորապես աջակցել երիտասարդական կենտրոնների հիմնմանը և սահմանել երիտասարդության հարցերով զբաղվող աշխատողների հաստիքներ, կենտրոնների գործարկման և երիտասարդական աշխատողների վերապատրաստման կարգը, որակավորման չափորոշիչներն ու մեթոդաբանությունը մշակում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Որը կրկին գալու է իշխի համայնքներ, որովհետեւ համայնքներ ունենան երիտասարդ աշխատողներ, իմանան ինչ գործառույթներ պետք է իրենք իրականացնեն, ինչպես պետք է աշխատեն երիտասարդների հետ։ Մենք որպես նախարարություն այդ ընթացքում պարտավորություն են վերացնում իրենց վերապատրաստենք, տանք այդ գործիքակազմը, որը պետք է այսօր արդի երիտասարդին կարողանա իր կարիքներին համապատասխան աշխատանք իրականացնի մասնագիտական ցանկացած տիպի լիազորություն, երբ որ պատվիրակում է տիմերին, փոխանցում է տիմերին, դրա հետ մեկտեղ պետք է տիմը ունենա կարողություն դա իրագործելու համար։ Եվ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեր գործընկերները դա իրականացնում են բավականին արդյունավետ կերպով, որովհետև այս process-ը զուգորդվելու է նաև համապատասխան վերապատրաստումներով, ինչը հնարավորություն կընձեռի տիմերին ունենալու համապատասխան կարողությունները երիտասարդական քաղաքականությունը համայնքներում արդյունավետ իրականացնելու համար։ Համաժողովի օրակարգում նաև պանելային քննարկում է։ Բանախոսներն անդրադառնում են երիտասարդական քաղաքականության մասին օրենքի ընդունումից հետո կատարված աշխատանքներին, առկա մարտահրավերներին և ակնկալիքներին։ Ներկայացվում է նաև փորձագիտական խմբի մշակած համայնքային երիտասարդական քաղաքականության մեթոդաբանության նախագիծը։ Երիտասարդներն էլ հարցադրումներ, դիտարկումներ և առաջարկություններ են անում համայնքներում համապատասխան երիտասարդական միջավայրեր ունենալու վերաբերյալ։ Համաժողովն իրականացնում է Հայ առաջադեմ երիտասարդություն հասարակական կազմակերպությունը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների միության, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության և Եվրոպական միության բաց կառավարման գործընկերության հետ գործակցությամբ, Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան։ 10 տարվա դադարից հետո Կապանում կրկին կարատեի առաջնություն անցկացվեց։ Սյունիքի մարզի ֆեդերացիան էր նախաձեռնել ու հանրապետության տարբեր քաղաքներից 80 մարզիկներ հյուրընկալել։ Արմեն Գրիգորյանի խոսքով տարվա ընթացքում 10-ից ավելի մրցաշարերի են մասնակցում կապանցի մարզիկները, ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Ի վերջո Կապանում ավանդույթը վերականգնել է պետք, ասում է։ Հայաստանի ազգային կարատեի ֆեդերացիայի կողմից որոշվեց, որ վերսկսենք մրցումները Կապան քաղաքում եւ հենց նախաձեռնությունը եւ մեր Սյունիքի մարզի կարատեի ֆեդերացիան են համատեղ Հայաստանի ազգային կարատեի ֆեդերացիայի։ Վստահ եմ կարատեն Կապան քաղաքում զարգացնելով մենք կունենանք ավելի լավ մարզիկներ։ Ճիշտ ասած իմ այցը երկրորդ անգամ է Կապան քաղաքում, առաջին անգամ եթե չեմ սխալվում 12 կամ 11 տարի առաջ է եղել ու շատ գովելի է այս փաստը, որ հիմա երկրորդ անգամ կրկնվում այս քաղաքում ու ճիշտ որ ասեմ բոլորս հյուրընկալ մեզ դիմավորել են բոլորիս ժպիտով ջերմ ինձ բախտ է վիճակվել մասնակցել համ առաջին մրցաշարին Կապանում կայացած համ 11 տարի հետո անց երկրորդ մրցաշարին եւ հուսով եմ որ այս մրցաշարը ավանդական եւ շարունակական կլինի քանի որ Կապանը ունի լավ կարատեի դպրոց, Կապանը ունի լավ կարատեի մասնագետ։ Կապանի Դավիթ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում Երևանի, Գյումրիի, Արտաշատի, Եղեգնաձորի ու Կապանի 150-ից ավելի տարբեր տարիքի մարզիկներ ուժերն էին չափում պատվավոր հորիզոնականներ զբաղեցնելու համար։ Մի մասը սկսնակ, մյուսները արդեն իսկ մեծ հաջողությունների հասած։ Մրցակցությունը մեծ էր։ Զբաղեցրել եմ առաջին տեղ։ Մենք որ լիքը պարապում ենք, դրանից ենք, որ մենք հաղթում ենք։ 30 հատ մեդալ ունեմ, որից 10-ը ոսկի է։ Ունեմ գավաթներ նաև, հաղթահարել եմ միջազգային մրցաշար Armenia Open-ը։ Կարատեն շատ ինձ համար հոգեպես կարևոր սպորտ է, որը եղել է ինձ հետ փոքր ժամանակից եւ ինձ թվում է, որ ես շատ մեծ հաջողություններ եմ ունենալու այս սպորտի մեջ։
Կարատե սպորտաձևով զբաղվում եմ 5 տարեկանից, արդեն մոտավոր 10 տարի է։ Այս ընթացքում դարձել եմ եռակի Հայաստանի չեմպիոն, նաև Հայաստանի գավաթակիր եմ։ Հայաստանում ընդհանրապես կարատեն այդքան էլ աղջիկների շրջանում զարգացած չի, այլ երկրներում աղջիկներ ավելի շատ կան, բայց ինձ թվում է, որ պետք է աղջիկները մտածեն զբաղվեն սպորտով, որովհետև սպորտը դա ապրելակերպ է։ Հարգանքս բոլոր սպորտաձևերին ամենն ազնվության ասեմ, կարատեն միակ սպորտաձևն է, որ առաջին հերթին երեխային տալիս է կարգապահություն։ Մնացած բոլոր սպորտաձևերի զատ, այսինքն առաջինը շեշտը կարգապահության վրա, իսկ հետո հոգեպես եւ ֆիզիկապես կրթություն զարգացում։ Կարատեն Հայաստանում զարգանալու հեռանկար են տեսնում ոլորտի փորձառուները, կարևորում մարզային այս տեսակ առաջնությունները, որոնց ընթացքում կապեր են ձևավորվում եւ փորձով փոխանակվում։ Ունենք առաջին անգամ մեծ ասակների մեջ աշխարհի բրոնզե մեդալակիր, նախկինում ունեցել ենք Եվրոպայի չեմպիոն, ունեցել ենք մեծ ասակների մեջ բրոնզե մեդալակիր 2 հոգի, որը որ կայացել է Երևան քաղաքում անցած տարի, ու հաջորդ տարի եւս լինելու է 14-ից 21 տարեկանների մանկապատանեկան Եվրոպայի առաջնություն, որի համար մենք մեծ մասշտաբով պատրաստվում ենք։ 25 թվականին ամենագլխավոր ձեռքբերումներից մեկը նա է, որ մենք ունեցանք Հայաստանի հավաքականում 3 մարզիկներ, Նանե Հարությունյանը, Նարեկ Սարգսյանը եւ Գևորգ Հակոբյանը, որը մասնակցել են Կիպրոսում կայանալ Եվրոպա առաջնությանը, դա մեզ համար ամենակարևոր ձեռքբերումներից էր, քանի որ դա երկար տարիների աշխատանք է, քրտնաջան աշխատանք։ Առաջնությանն աչքի ընկած տարբեր մրցակցային տեղեր զբաղեցրած մարզիկները արժանացան պատվոգրերի ու մեդալների։ Հերմինե Միքայելյան, Տիգրան Թումանյան։ Ապրիլի 13-ից 20-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4701 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 165 ավտոմեքենա, մասնավորապես հայտնաբերվել է ոչ սթափ 176 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 114 անձ, հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված 30, ճամրակապված վարելու 623, առանց մանկական նստատեղի քարսիթի 32, վարելու ընթացքում ծխելու 527, վարելիս հեռախոսից օգտվելու 247, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 193 եւ 1871 այլ իրավախախտում, 116 ավտոմեքենա շահագործվել է առանց ապապայմանագրի, 144-ը տեխնիկական զննություն չանցած, 66-ը լուսարձակների անսարքությամբ, 56-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 70 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15075 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 250 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է ոչ ստապ 217 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 386, կեղծ վարորդական վկայականով երթևեկող 2 անձ, հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված 76 ճամրակապված վարելու 3667, առանց մանկական նստատեղի քարսիթի 357, վարելու ընթացքում ծխելու 633, վարելիս հեռախոսից օգտվելու 767, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 65, արագության գերազանցման 2545 եւ 4832 այլ իրավախախտում, 262 ավտոմեքենա շահագործվել է առանց ապապայմանագրի, 737-ը տեխնիկական զննություն չանցած, 459-ը լուսարձակների անսարքությամբ, 142-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, 7 վարորդ ուղղանվել է վարելիս նվագարկչի ստանդարտին ժամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 63 անձ։